Կաթոլիկ աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում են 15 րոպե փոխանցելով Հռոմի Պապի մահ ամբոթը։ Վատիկանի ժամանակով 7:35-ին է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հոգին Աստծուն հանձնել։ Carissimi fratelli e sorelle. Սիրելի եղբայրներ եւ քույրեր, խոր վշտով պետք է հայտարարեմ մեր Սուրբ Հոր Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Այսօր առավոտյան ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա եկեղեցուն։ Պապի մահախոսականում կարդինալը թվարկում է հեղափոխական պոնտիֆիկոսի ավանդը, Պապին անվանում Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտ։ Նա մեզ սովորեցրեց ապրել ավետարանի արժեքներով, հավատարմությամբ, քաջությամբ եւ համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների եւ խոցելիների հանդեպ։ Անչափ երախտագիտությամբ Տեր Հիսուսի իսկական աշակերտի նրա օրինակի համար մենք Ֆրանցիսկոս Պապի հոգին հանձնում ենք Աստծո անսահման ողորմած սիրուն։ Ծանր հիվանդությունն է Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը։ Նա փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր բրոնխիտի բուժման համար։ Հաջորդ օրերին Վատիկանը հայտնել էր երկկողմանի թոքաբորբի մասին։ Պապը 5 շաբաթ բուժվելուց հետո մարտի 23-ին առաջին անգամ դուրս էր եկել Սուրբ Պետրոսի հրապարակ ժպտացել իր համար աղոթող կաթոլիկներին։ Այսօր նորից լեփ-լեցուն է Վատիկանի մեծ հրապարակը։ Հավատացյալներն աղոթում են Պապի հոգու հանգստության համար։ Մեզ քրիստոնյաներիս ամբողջ արդար աշխարհի համար սա սարսափելի բան է։ Այնքան շատ էր մտածում ուրիշների մասին։ Նա միշտ ներշնչում էր այնքան հանգստություն, այնքան խաղաղություն, միշտ բարի եւ օգնող էր։ Մինչ Ֆրանցիսկոս առաջին կնքվելը նա արգենտինացի եկեղեցական Խորխե Մարիո Բերգոլիոն էր։ Բուենոս Այրեսում է ծնվել Հռոմի 266-րդ Պապը 1936-ին, 1969-ին ձեռնադրվել քահանա։ Ինքն է պատմել, որ երիտասարդ տարիներին աշխատել է Արգենտինայի գիշերային ակումբներից մեկում, կեսդրույքով հավաքարար աշխատել, հետո կյանքը կապել եկեղեցուն։ Պոնտիֆիկոսը քարոզում էր խնայողություն, կոչանում կշռադատված ծախսել գումարը։ Պապ ընտրվելուց հետո հրաժարվել էր լիմուզինից, խնդրել, որ իր համար ոսկու փոխարեն արծաթից ձուլեն պապական իշխանության խորհրդանիշը Ձկնորսի մատանին։ Նա բողոքել էր, որ Վատիկանում իր նոր նստավայրը չափազանց ընդարձակ է եւ խնդրել էր կրճատել սենյակների թիվը։ Այդ ամենը 2013-ի տարվա մարտն էր Ֆրանցիսկոս Պապը ըստ Times ամսագրի։ Կաթոլիկ եկեղեցին առաջնորդելու 12 տարիներին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ձեռամբ 900 մարդ սրբադասվել է։ Նա տիեզերական եկեղեցու վարդապետ է ճանաչել Սուրբ Գրիգոր Նարեկածուն 2015-ին։ Հեկտարի անց հյուրընկալվել մեր երկրում Հայաստանի նախագահի հրավերով, պատարակ մատուցել Գյումրիում։ Նորին սրբությունը կհիշվի իր կարեկցանքի, եկեղեցու միասնության հանդեպ հոգատարության համար։ Հռոմի Պապի մահախոսականում գրել է Մեծ Բրիտանիայի արքան։ Խոնարհ մարդ ամենախոցելիների եւ փխրունների կողքին, այսպես Պապին բնորոշել է Ֆրանսիայի նախագահը։ Պուտինը կրոնական եւ պետական իմաստուն գործիչ է անվանել Ֆրանցիսկոս Պապին։ Այս վշտալի ժամին ես կցանկանայի ամբողջ կաթոլիկ հոգեվորականությանը փոխանցել կարեկցանքի եւ աջակցության խոսքեր, գրել է Դաշնության նախագահը։ Հանգչիր խաղաղությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, Աստված օրհնի նրան եւ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, իր սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ֆրանցիսկոս Պապի վերջին պաշտոնական հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի հետ է եղել Սուրբ Զատկի օրը։ Տոնի հիմնական արարողություններին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չմասնակցեց։ Իր ուղերձում նշել էր, աղոթում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտ ապույտ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վերջին ցանկությունն էր, որ մարդիկ նորից սկսեն հուսալ։ Խաղաղությունը հնարավոր է։ Ալբերտ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։